Ռուսական հեռուստատեսությունը նորից կրկնել է հին միտքը. իբր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում։ Առաջին հայացքից դա հնչում է որպես ժողովրդագրական փաստ։ Իրականում դա քաղաքական ուղերձ է հագցված թվի տեսքով։ ՆՆՈԹ այս պնդումը գնահատել է կեղծ թվերով չհաստատված։ Հայաստանի 2022 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում բնակվող հայերի թիվը մոտ 2.875.000 է։ Ռուսաստանի պաշտոնական մարդահամարներում թիվը շատ ավելի ցածր է։ 2010 թվականի մարդահամարը Ռուսաստանում հաշվել էր 1.182.388 հայ, իսկ հետագա պաշտոնական տվյալները մնում են մոտ 1 միլիոնի մակարդակում։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը վերցնի ավելի բարձր ոչ պաշտոնական գնահատականներ, դա դեռ չի դարձնում ռուսական եթերի պնդումը ապացուցված։ Հնարքը պարզ է. վերցնել հայկական սփյուռքի իրական գոյությունը, ուռճացնել թիվը դա դարձնել կախվածության ուղերձ։ Ասել Հայաստանի կենտրոնը Երանը չէ, Մոսկվան է։ Ասել հայ ժողովրդի տեղը ռուսական ազդեցության տակ է։ Բայց սփյուռքը Հայաստանի փոխարինող չէ։ Սփյուռքը ուժ է, երբ կապվում է Հայաստանի հետ արժանապատիվ հարաբերությամբ, ոչ թե օգտագործվում է որպես քարոզչական թիվ։ Երբ թիվը կեղծ է, դրա վրա կառուցված ուղերձն էլ է կեղծ։ Քվեարկության օրը ընտրիր այն Հայաստանը, որտեղ հայերի մասին խոսում են փաստերով, ոչ թե ռուսական հեռուստատեսության հարմար թվերով։